Գրիգոր Տեր Հովհաննիսյան։ Ծնվել է 1854 թվականին դեկտեմբերի 13-ին Լեռնային Ղարաբաղի, կամ ինչպես ասում են, Արցախի Շուշի հայաշատ քաղաքում։ 3 տարեկան էր, երբ Շուշիում բռնկվեց մահացու մի հիվանդություն, սև ծաղիկ կոչվող հիվանդությունը, որը խլեց հազարավոր կյանքեր։ Մուրացանը ևս վարակվեց և նրա մարմինը անշնչացավ։ Ընտանիքի անդամները նրա մարմինը հանեցին դուրս, որպեսզի վարակը հեռացնեն տնից։ Եվ թվում է արդեն մահացավ փոքրիկ Գրիգորը 3 տարեկան, սակայն հենց որ եկան եկեղեցու սպասավորները և փորձեցին տանել դիակը, հրաշք կատարվեց։ Մուրացանը սկսեց լացել և նրա անշնչացած մարմինը սկսեց շնչել։ Դա առաջին հարվածն էր, որ Մուրացանը ստացել ճակատագրից, որովհետև նա իր կյանքի ընթացքում հարվածներ շատ է ստանում։ Իր անավարտ ինքնակենսագրականում Մուրացանը գրում է. հայրս զբաղվում էր գյուղատնտեսությամբ, նաև տիրապետում է մի շարք արհեստների և բանաստեղծություններ էր հորինում ու նաև երգում էր շատ լավ։ Մայրս անգրագետ էր, բայց բարի, աշխատասեր, սիրալիր, նվիրված, գորովագութ։ Մեջբերման ավարտը։ Նաև նշել է, որ հայրը ունենում է սուր ցավեր, գլխացավեր և նաև երբեմն ուշաթափվում է։ Այս երկու մարդիկ, որ թվում է կրթությունից հեռու են, շատ լավ գիտեին կրթության դերը և արժեքը և ամեն ինչ արել են, որ որդիները ստանան կայուն և լավ կրթություն։ Եվ փոքրիկ Գրիգորին տվել են Շուշիի ամենալավ դպրոցը, դա մասնավոր դպրոց է, որտեղ նա սովորել է 3 տարի։ Ցավոք Մուրացանը ճակատագրից ստանալու է 2-րդ հարվածը, մահանալու է նրա հայրը թշվառության և կարիքի մեջ թողնելով կնոջը և 4 անչափահաս զավակներին։ Մայրը հանելու է դպրոցից Մուրացանին, փոքրիկ Գրիգորին և տեղափոխելու է Շուշիի թեմական դպրոցը։ Թեմական դպրոցը ինչ-որ առումով հոգևոր դպրոց է և այն ժամանակ շատ հրաշալի մի դպրոց է, որտեղ բարձր մակարդակի վրա է դրված հայերենագիտությունը, նաև թարգմանական գործը։ Շնորհիվ դպրոցի տեսուչ Մաղաքյա Պլուզյանի 6 տարի սովորեց այդ դպրոցում Գրիգորը։ 6 տարվա ընթացքում նա սիրված էր բոլորի կողմից, ուսուցիչների կողմից, որովհետև շատ լավ էր սովորում, իսկ դասընկերների կողմից, որովհետև օգնում էր բոլորին։ Որոշների համար գրքեր էր գտնում, որոշներին թեմա էր բացատրում, եթե լավ չէին հասկանում, իսկ նաև շատերին իր ուտելիքից բաժին էր հանում ավելի թշվառ, ավելի աղքատ վիճակում գտնվող երեխաների։ Շատ պարապելուց և թեր սնումից նա ստացավ հերթական հարվածը։ Այդ տարիներին նա վարակվեց թոքախտով։ Թոքախտ այն ժամանակ համարվում էր անբուժելի հիվանդություն, սակայն այս անգամ էլ հրաշք կատարվեց։ Արձակուրդներին փոքրիկ Գրիգորը տեղափոխվում էր Գանձասար, Մարտակերտի շրջանում էր գտնվում և Գանձասարի մեղմ կլիման, մաքուր օդը, հանգիստը ու նաև լավ սննդակարգը այնպես արեցին, որ թոքախտը նահանջեց, փրկվեց Գրիգորը։ Թեմական դպրոցը ավարտելուց հետո նա աշխատեց Շուշիի դպրոցներից մեկում, որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։ Այնուհետև 1877 թվականին նա որոշեց շրջագայել
արդեն մտահղացումներ ուներ և ստեղծագործության համար նյութեր էր հավաքում, եղավ Արցախում և Սյունիքում։ Սակայն մի տարի հետո 1878 թվականին ընտանիքը գտնվեց բավականին վատ վիճակում, սոցիալապես անապահով վիճակում և ստիպված թողեց Շուշին և տեղափոխվեց Թիֆլիս։ Որոշեց գտնել մի լավ աշխատանք, որպեսզի օգնի ընտանիքին։ Եվ կարճ ժամանակում սովորեց հաշվապահություն։ Հաշվապահություն էր անում և այնքան հմտացավ հաշվապահության մեջ, որ արդեն համագործակցում էր մի շարք առևտրական կենտրոնների հետ։ Ընտանիքի վիճակը մի քիչ բարելավեց և 27 տարեկանում նա հայտնի դարձավ միանգամից։ Ինչու՞։ Որովհետև հայ թատրոնի տեսչությանը նա ներկայացրեց իր առաջին ողջ գործը Ռուզան դրամա և միանգամից մոռացանը հայտնի դարձավ։ Բոլորը հիացած են։ Ներկայացումից հետո բոլորը հոտնկայս ծափահարում էին, ուզում էին տեսնել Մուրացյանին և Մուրացյանը այդ պահին ամաչեց, դուրս չեկավ, դերասանները ձեռքերի վրա Մուրացյանին հանեցին և ունկնդիրները, մեծահարուստները, որ նստած էին առաջին շարքում, տեսնելով երիտասարդ գրողին, խոստացան, որ դրամահավաքը կազմակերպեն և Մուրացյանին կուղարկեն արտասահման, որպեսզի վերջինս շարունակի ուսումը այնտեղ։ Սակայն խոստացան ու չկատարեցին խոստումը։ Հետագայում այդ դեպքը հիշելով Մուրացյանը գրելու է իր հրաշալի ստեղծագործություններից մեկը, որը կոչվում է Հասարակած որդեգիրը։ Ինչ եղավ հետո 31 տարեկանում Մուրացյանը ամուսնանալու է Ոսկեհատ Թավրիզյանի հետ, որին ինքը քնքշորեն ասում էր ոսկի։ Դա լինելու է Մուրացյանի մուսան, կյանքի իմաստը։ Ունեցան համատեղ ամուսնությունից 3 զավակ, 2 տղա և մի աղջիկ։ Ինչ եղավ հետո։ Թվում է ամեն ինչ լավ է, թվում է ամեն ինչ հրաշալի է։ Մուրացյանը աշխատում էր, սկսեց ավելի շատ աշխատել, ավելի շատ առևտրական կենտրոնների հետ սկսեց աշխատել, հաշվապահություն էր անում առավոտից իրիկուն, որ ընտանիքի անդամները որևէ բանի կարիք չունենան։ Նույնիսկ այնպես արեց, որ կինը տանը ոչ մի գործ չանի, զբաղվի հասարակական գործունեությամբ։ Եվ վրա հասավ դժբախտությունը, հերթական հարվածը, կինը կապվեց Մուրացյանի ընկերոջ Սպանդարյանի հետ և նրա հետ փախավ Գերմանիա, իր հետ տանելով 2 զավակներին, աղջկան և տղային, իսկ մեծին թողնելով Մուրացյանին։ Մուրացյանը բաժանումից հետո սկսեց նամակներ գրել։ Նամակներ էր գրում, դրանք ընթերցում ես և զգում ես Մուրացյանի տառապանքը։ Նամակներից մեկում նա գրում է վերադարձի, որ նորից ապրեմ, վերադարձի, որ շնչեմ, վերադարձի, որ ինձ մարդ զգա, խնդրում եմ, սակայն նամակները միշտ լինում են անպատասխան։ Եթե հրաշքով պատասխանում է կինը, ապա դա լինում է 4 ցավակ, 2 տողից բաղկացած նամակ։ Եկ իմ կյանք, եկ իմ ուրախություն, իմ երջանկություն, իմ երկինք, իմ արքայություն, եկ որ ապրեմ, եկ որ կյանքը քաղցրությամբ ճանաչեմ։ Սկսվում է տառապալից շրջան, իր մահից 2 տարի առաջ 1906 թվականին Մուրացյանը որոշում է գնա Շուշի իր ծննդավայրը, տեսնել մայրիկին, հորաքրոջը, օգնել հարազատներին, չնայած ամենամարն աղենում էր անպայման միշտ օգնում էր հարազատներին, բայց եղավ անսպասելի։ Շուշիում լարված իրավիճակ էր։ Սկսվել էր հայ-թուրքական լարված ընդհարում։ Թուրքերը վառում էին հայերի տները, սպանում էին հայերին և ես նշեցի, որ Մուրացյանն իր հետ տարել է նաև
Գևորգ Մարզպետունի պատմավեպի ձեռագիրը եւ հենց ինքը հասավ Շուշի, հրաձգություն սկսվեց։ Մայրը, հորաքույրը եւ Մուրացյանը մի քանի օր պարկած մնացին հատակին եւ հրաշքարտակվեցին։ Ցավոք ձեռագիրը չկարողացան փրկել եւ ձեռագիրը նաեւ իր հայրական տունը թուրքերը վարեցին։ Իսկ 2 տարի հետո նա ստանալու է իր վերջին հարվածը տառապանքից, կարոտից, ծանր աշխատանքից հետո նա ունենալու է հոգեկան խանգարում եւ մահանալու է 1908 թվականին Թիֆլիսի հոգեբուժարաններից մեկում միայնակ լքված բոլորի կողմից իր հոգին ավարտել է հայ մեծ Վիպասան Մուրացյանը։ Իր կյանքի վերջին տարիներին նա տեսնելով այն թղթերը, որի մեջ թվեր են իր հաշվապահական գործերը, ցավով ասելու է. եթե ես նույնապես մի քիչ ապահոված լինեի եւ այդ մեքենայական աշխատանքի փոխարեն գրական գործունեությամբ զբաղվեի, ինչքան հատորներ կունենայի։ Գիտեք ինչ մեծ ցավ է դա գրողի համար։ Մուրացյանը հայ գրականությանը թողել է հրաշալի գործեր։ Գևորգ Մարզպետունի, Առաքյալ, Ռոզան, անմեր զրույցներ, երկուսից որը գթության քույրեր, լուսավորության կանթեղը, խորհրդավոր միանձնուի եւ այլ գործեր։